Վրաց ուղղափառ եկեղեցին այս տարի ապրիլի 12-ին հանդիսավոր կերպով կնշի Սուրբ Զատիկը Քրիստոսի հրաշապարհարության տոնը։ Տոնը համարվում է քրիստոնեական աշխարհի ամենակարևոր եւ լուսավոր օրերից մեկը, որը խորհրդանշում է կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ, լույսի հաղթանակը խավարի հանդեպ։ Acum agniște ramistevit. Ჩვენთან ჩვენთან არ არის ახლა მღვდელი მოძღვარი არ ყავს ამ წუთას და ადგილზე და ამიტომ ჩვენ ღამე მივდივართ ახალქალაქში. ღამის 12 საათზე დაიწყება წირვა და ყველანი დავესწრებით ამ წირვას. წირვის მერე მოკლედ, სანამ ისე იგი მორჩება წირვა, იკურთხება წითელი კვერცხი და პასკა, რომელიც აუცილებლად უნდა იყოს აღდგომის სუფრაზე. და კვერცხი იღებება წითელ პარასკევს და ოღონდ უნდა შეღებოდა არ უნდა შეჭამო აღდგომამდე უნდა შეიღებოს წითელ პარასკევს იმიტომ რომ წითელ პარასკევს მოხდა იესო ქრისტეს ჯვარცმა და ამიტომ ეს კვერცხი იღებება წითელ პარასკევს და ასევე უნდა გამოცხეს პასკები და მერე მიგვაქვს ეს კვერცხი და პასკა აღდგომის ღამეს და წირვის მერე მოძღვარი აკურთხებს ამას ყველაფერს და მერე უკვე მივირთმევთ უკვე აღარ არის მარხვა და ერთად მივირთმევთ ნაკურთხს კვერცხს და პასკას ყველს, ვისაც ეჭმევა მოკლედ ხორცს და ასე შემდეგ. კვერცხი აუცილებლად უნდა იყოს წითელი. ეს არის კანონი, მაგრამ ეხლა შემოვიდა რომ სხვადასხვა ლამაზი ფერებად აკეთებენ, მაგრამ კვერცხი უნდა იყოს წითელი, იმიტომ რომ ეს კვერცხი განასახიერებს, კვერცხის ფერი წითელი განასახიერებს იესო ქრისტეს სისხლს. როგორც ეს კვერცხი განასახიერებს დედამიწას, მსოფლიოს და იესო ქრისტე რო ჯვარზე გაეკრა მისი სისხლი, ესე იგი, მსოფლიოს, ესე იგი, გადაარჩინა მან თავისი სისხლით ეს ქვეყანა და აი ეს სისხლი, რომელიც ჩამოვიდა მისი ფეხებიდან აი აქ არის ხატზე, ეს სისხლი დაეცა პირდაპირ ადამის თავის ქალას, აი დაბლა არის ეს თავის ქალა. ანუ იესო ქრისტე მან თავისი სისხლით გამოისყიდა მსოფლიოს ცოდვები და ამიტომ სისხლი არის წითელი. და ამიტომ კვერცხიც უნდა იყოს წითელი. Զատկի գիշերը Վրաստանի բոլոր եկեղեցիներում կմատուցվի հանդիսավոր պատարագ։ Հավատացյալները կմասնակցեն գիշերային ժամերգությանը, կմոմավառեն եւ կլսեն ավետիսը Քրիստոս հարյավի մեռելոց։ Եկեղեցիների զանգերի ղողանջը եւ հավատացյալների աղոթքները լցնում են քաղաքներն ու գյուղերը խաղաղության եւ հավատքի մթնոլորտով։ Զատիկը մեր ասենք ծիսակատարությունով մենք Պարտավոր ենք կատարել Զատիկը, ծիսակատարությունը մերն է տոն է, հաշվետ նոր տարուց լավ տոն է, ամեն մարդ իր ընտերները կեն է, Զատիկը նեշեգը հաջորդ, Զատկից հաջորդ օրը այցելություն գերեզմանոցները իրենց հարազատն ունեն, յուրաքանչյուր մարդը պարտավոր ենք նեշելու, լավ դիմավորելու, ինչ որ դիմավորես, ընդանքա տարին կասնի, մենք հիմի պարտավոր ենք լավ դիմավորել, լավ ընդունել, լավ ճամփութանել ու դիմավորելն այնիշ է մարդը կապված է փողին հետ ջեպետեղա քիչ ավելի լավ դիմավորես պերադուկցիա ամեն ինչ որ գարնես փողի խնդրի հետ է կապված եթե ունես լավ դիմավորես եթե չունես հաց ու բանրով դիմավորե ինչ ենք կարևորը դիմավորնել լավ ընդունել լավ ճամփութանել Տոնի կարևոր մասերից է նաև ընտանեկան հավաքը սեղաններին դրվում են ավանդական կերակուրներ ներկված ձվեր գաթա Մասային ուտեստներ եւ քաղցրավենիքներ։ Կարմիր ձունդ խորհրդանշում է Քրիստոսի արյունը եւ նոր կյանքի սկիզբը, իսկ մարդկանց միջև զվախաղը դարձել է ուրախ ու սիրելի ավանդույթ։ Զատիկին էլի հիմի կանայք որոշել են հարսին Զատիկին տուն բերեն, էսի գնեն, բան առնեն, իրեն նվեր առնեն, էդի գել բացառություն, ճիշտ է, թող հնական ծես է, քրիստոնական ծես է, կամ պայման պետք է կատարվի, բայց ինչ վերաբերվի, ինչ ծախսեր կենեն, մի ասա էլի, չի կարելի, հավգետ նայեր մելարու ներգհատ, դե արի էդի գերայի, հարաճ գատակ կենեին, ամեն ինչ կենեին, ամեն լավ բաներ, ես եկարտեն, էդիք սաղ կնիկ մարդկանց մոգոնությունն է դա, սաղ կնիկ մարդիկ ինչնոր կենեն, ժողորդ հախիցնոր գուկան, սաղ կնիկ մարդիկն են, չի կարելի։ Սուրբ Զատիկը Վրաստանում ոչ միայն կրոնական, այլև ազգային մեծ տոն է, որը միավորում է մարդկանց, ամրապնդում հավատը եւ հույսն է շնչում ապակայի հանդեպ։ Այսօրը մարդիկ այցելում են նաև հարազատների շիրիմներին, կիսելով հարության լույսն ու հիշատակը։ Տոնը կոչ է անում ապրել սիրով, ներողամտությամբ եւ խաղաղությամբ, պահպանելով քրիստոնեական արժեքները։